տարի կազմակերպվեց արտադրանքի և ծառայությունների որակի մրցանակաբաշխությունը, մրցանակակիրները հաստատված էին կառավարության որոշմամբ։ Մրցանակաբաշխությունը պայմանավորված էր մարտի 3-ին գործարար, հանրայդ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրվա կապակցությամբ։ Շատ հաճելի է, որ ամեն տարի այդ ցանկում ընդգրկվում են առողջապահական կազմակերպություններ, ծառայությունների ոլորտի կազմակերպություններ և իհարկե արտադրություն կազմակերպող կազմակերպություններ։ Ընդհանրապես բուժ անձնակազմի որակի գնահատման չափանիշներով, եթե առանձնացնեմ, կարող եմ ասել, որ առաջինը դա բժշկի մասնագիտական ունակություններ են։ Էլեկտրոէներգետիկայում որակյալ էներգիա ասելով հասկանում ենք ստանդարտներին համապատասխան սպառիչների որակյալ լարում հասցնելն է եւ էլեկտրոէներգիայի որակի մյուս չափանիշը դա էներգոհամակարգի հաճախականությունն է։ Որակի հենց առաջի գրավականն է, որ մասնագետները լիարժեք տիրապետում են մեր Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերին եւ կանոններին։ Այսօր արտադրամասը այսօր փայլում է։ Այդ մաքրությունը դա շատ կարևոր է, որ ամեն ինչ գալիս է կարգուկանոնից, այդ կարգուկանոնը պահպանվում է Բարիս Ամարատի արտադրամասի մեջ, շնորհակալ եմ։ Այստեղ որակը ջերմուկ գրուպ ընկերությունում անհնար է վատ լինում, որովհետև մեր մոտ ժամանակակից 2016 թվականի մեքենասարքավորումներ են։ Չսահմանափակվելով միայն ներքին շուկայի պահանջմունքով, որտեղ եթե մենք գնում ենք արդյունաբերական զարգացման քաղաքականության, որը հենված կլինի արտահանման վրա, իսկ արտահանման գրավականներից մեկն է աշխատել միջազգային ստանդարտներով։ Էլեկտրոէներգետիկական համակարգի օպերատոր փակbaşıնական ընկերությունը համարվում է ինքնուրույն ձեռնարկություն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կազմում։ Մեր հիմնական ցուցանիշը արտադրված էլեկտրաէներգիայի որակն է, որը պայմանավորված է լարումով եւ հաճախականությամբ։ Որակի ցուցանիշներից է վթարների մինիմիզացումը, հիմնարկի սիրտը դա դիսպեչերական ծառայությունն է իր օժանդակող ծառայությունների հետ միասին։ Մեզ մոտ աշխատանքը շուրջօրյա է, ունենք ազգային դիսպեչերական կենտրոնը, զբաղված են Չէ, դուք անց կարգավարներ ունենք, ավակ կարգավար եւ կարգավար, որ հերթափոխային կերպով իրականացնում են երկրի էներգետիկ ռեժիմը։ Մենք կազմում ենք երկրի էներգետիկ բալանսը, հաշվի առնելով Հայաստան էլեկտրական ցանցերի կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի նախնական քանակները ըստ ամիսների եւ դրանից ելնելով մենք կազմում ենք հաշվեկշիռը բոլոր կայանների ատոմակայան, ջերմուկայաններ, հիդրոկայաններ, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, որի հիման վրա ստացվում է տարիֆը, որ էներգետիկ հանձնաժողովը հաստատում է բոլոր սպառողների համար։ Մեր ընկերության մոտավորապես 95%-ը բարձր կվալիֆիկացիա ունեցող ինժեներական անձնակազմ են։ Այդ որակը, որ ասում եք, էսի հենց այդ որակն է։ Հաճախականությունը, տեսեք, հիմա սա 50 հերցն է, պլյուս 0,2-ը 52-ը, փաստացի հիմա 0,99-ը 50,1, դա Պարսկաստանի հաճախականությունն է։ Բոլոր կայանների, բոլոր ենթակայանների հետ մենք ունենք անկախ մեր կապը, հագեցած ժամանակակից ամենավերջին տեխնոլոգիաներով, օպտիկա մանրաթելային կապով, էներգոհամակարգի բոլոր ընկերությունները որ կան, օպերատիվորեն ենթարկվում են մեր համակարգի կարգավարին։
մենք 2010 թվականին ներ ենք դրել SCADA համակարգը մեր էներգոհամակարգում մեզ մոտ, որ բոլոր ինֆորմացիաները գալիս են օպտիկա մանրաթելային ճոպանների միջոցով։ Ուրեմն բոլոր կայաններից այդ օպտիկա մանրաթելային կաբելով, ուրեմն այդ ինֆորմացիան գալիս է մտնում է այս սերվեր, սիրտնա, այդ SCADA-ի սիրտնա։ Նոր ստեղից կաբելներով դուրս է գալի այդ որ մտան կտեղ, իմ մոտ, բաժինները և այլն։ Դիսպեչերական վահանակն է, որը ամենավերջի SCADA-ի ծրագրով արված, Mitsubishi Electric ֆիրմային է և տարածաշրջանում միակն է։ Իրա վրա բոլոր էլեկտրաէներգիա արտադրող կայաններն են, բացի փոքր կայաններից են, փոքր եկերը ստեղ չկան։ Ատոմակայան, խնդրեմ տեսեք, հիմա ատոմակայանը աշխատում է 370 մեգավատ հզորություն է զարգացնում։ Մեր մոտ, մեր կողմից կա մշակված էներգոհամակարգի հակավթարային ավտոմատիկաներ, տարբեր վթարային իրավիճակներում, այդ հակավթարային ավտոմատիկաները, որոնք տեղադրված են կայաններում, բարձրահոլ ցանցերի ենթակայաններում, աշխատում են եւ չեն թողում, որպեսզի այդ վթարը խորանա։ Մենք էլեկտրոհաղորդման գծերով կապված ենք Իրանի հետ եւ կապված ենք Վրաստանի հետ, ինչպես միջպետական կառավարական պայմանագիրը, որ կա Իրանի հետ, իսկ Վրաստանի հետ լինում են կոմերցիոն պայմանագրեր կամ էներգիայի ներկրում կամ արտահանում, հիմա ներկայումս մենք Վրաստան էլեկտրաէներգիա ենք արտահանում։ Այդ կոմերցիոն պայմանագրերի կողմ հանդիսանում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, որը այդ երկու սուբյեկտների կնքած պայմանագրերի իրականացնողն է։ Շենքը լրիվ վերանորոգել ենք մեր միջոցների հաշվին, մեր ուժերով և գտնվում է շատ լավ վիճակում։ Ինչպես նաև ունենք նաև ֆինանսական ցուցանիշներ, նաև ունենք էներգոկապ մասնաճյուղը, որը գտնվում է Մալխասյանց փողոցի վրա, մենք այնտեղ բազա ունենք։ Մարտի 5-ին Մոսկվայում ստացել ենք Եվրասիական տնտեսական միության կողմից նույնպես լավագույն ընկերություն, ստացել ենք նաև այս պատվավոր շքանշանը եւ մեր ձեռնարկության եւս 3 աշխատակիցների Եվրասիական մեդալին են արժանացել։ Որ սա mesela մեր հիմնարկին դուրս 76 թվականից ես էներգոհամակարգում եմ աշխատում, արդեն համարյա 41 տարի։ Կառավարության կողմից հենց տվյալ մրցանակաբաշխության հենց նպատակարարությունը եւ իմաստը նրանում է կայանում, որ ամեն տարի մենք խրախուսում ենք տվյալ մրցանակաբաշխությամբ միջազգայինորեն ընդունված աշխատավոճը։ Կուզենայի ասել, որ մեզ համարել էր անակնկալ այս որոշումը, քանի որ 2-3 ամիս առաջ մենք գրություն ստացանք, որ սոցիոլոգիական հարցումների հիման վրա ձեր պոլիկլինիկան ճանաչվել է լավագույնը եւ կառավարությունը նախաձեռնություն առաջարկեց, որպեսզի մենք տրամադրենք ավելի լայնածավալ ինֆորմացիա պոլիկլինիկայի ներքին կանոնակարգի եւ աշխատանքի հետ կապված։ Եվ մենք տրամադրելով այդ ամենը, նույնիսկ հանձնաժողովը եկավ եւ տեղում ուսումնասիրեց պոլիկլինիկան եւ պարզվեց, որ իհարկե մեր բոլոր
չափանիշներին համապատասխանում է պոլիկլինիկան եւ մենք արժանացանք այս գնահատականին։ Թիվուտ պոլիկլինիկան ղեկավարում եմ դեռևս 2010 թվականից եւ ստանձնելով պարտավորությունը առաջին իսկ օրվանից կոլեկտիվի հետ որոշեցինք, որ պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որպեսզի մեր ազգաբնակչությունը սիրով այցելի պոլիկլինիկա։ Պոլիկլինիկայում աշխատում են շատ որակյալ անձնակազմ, աշխատում ենք վերապատրաստումները չուշացնել, բոլոր բժիշկները ժամանակին անցնում են վերապատրաստում։ Սանիտարից մինչև տնօրեն միահամուռ կերպով այս 7 տարիների ընթացքում մենք ձգտել ենք, որ մեր պոլիկլինիկան ունենա առավելագույն որակ, հագեցված լինի նորագույն սարքավորումներով, որպեսզի մեր ազգաբնակչությունը ոչ մի քայլ ետ չմնա միջազգային ստանդարտներից։ Պոլիկլինիկայում կան դիսպանսեր հսկողություն հիվանդների եւ բոլորս շատ ուշադիր ենք նրանց նկատմամբ։ Պոլիկլինիկայից օգտվում են բազմաթիվ հաշվանդամություն ունեցող մարդիկ, որոնք այստեղից ստանում են նույնիսկ անվճար դեղորայք։ Եվ այս բոլորը մենք ստեղծելով կարողացել ենք պոլիկլինիկան հասցնել ժամանակակից պայմանների, որպեսզի մեր ազգաբնակչությունը, որոնք կցագրված են պոլիկլինիկայով, չօգտվեն լրացուցիչ վճարովի ծառայություններից։ Եվ կոլեկտիվի հետ միասին ոչ միայն մեր բժշկական մոտեցումն ենք ցուցաբերում մեր ազգաբնակչությանը, այլև հոգեբանական։ Քանի որ պոլիկլինիկայից օգտվում են մոտ 50,000 բնակիչ, որոնցից 40,000-ը կազմում են մեծահասակները եւ 10,000-ը երեխաները, իսկ մենք գիտենք մեծերն ու փոքրերը դա մեր հասարակության խոցելի մասն են կազմում եւ նրանց բացի բուժօգնությունից անհրաժեշտ է նաեւ ճիշտ վերաբերմունք։ Մենք աշխատում ենք մեր ազգաբնակչության համար առաջնահերթ, բայց կառավարության գնահատականը իհարկե պարտավորեցնող է, որպեսզի հետագայում մենք ել ավելի կարողանանք մեր պոլիկլինիկան դարձնել միջազգային ստանդարտներին համապատասխան։ Ստանդարտների ազգային ինստիտուտի փորձագետների կողմից համապատասխան միջազգային ԱՕԶ-ի կազմակերպություններում գրացված մեր մասնագետների կողմից ուսումնասիրվում է արդյոք տվյալ կազմակերպությունը ունի որակի կառավարման համակարգեր թե չէ, ինչ գործընթացներ է իրականացնում եւ ես որպես ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն համարում եմ այդ մրցանակաբաշխության քարտուղարը եւ պատասխանատուն։ Ջերմուկ գրուպ ընկերությունը բազմիցս արժանացել է Սպարովի կողմից բարձր գնահատականների եւ դրա արդյունքում մենք ստացել ենք բազմաթիվ մրցանակներ։ Այդ մրցանակների վերջինի մեր ձեռքբերումը եղել է 2016 թվականի ամենամյա մրցանակը, որը տրվել է մեզ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Այս ամբողջ գործարանը ավտոմատիկացված է։ Որակը դա ոչ միայն ջուրն է, ջուրը բնության կողմից մեզ տրված
բյուրեղյա մաքրության եւ բուժիչ հատկություններով լի ջուրն է, որը մենք շշալցման ժամանակ պետք է կարողանանք իր բոլոր որակյալ հատկանիշներով պահպանենք։ Շշա լվացումն է ամենաառաջի էտապում, որը իր մեջ ներառում է այնպիսի այսպես էտապային գործընթաց, դա կաուստիկ սոդայով լվացումն է, ունենք ծրագիր, որը որ լվանում է առաջնային շշերը համապատասխան, ունենք որոշակի ծրագիր, որը տարբերվում է առաջնային շշերից, դա արդեն հետադարձ շշերի, երկրորդային շշերի օգտագործման ծրագիրն է։ Սա խոտանով մեքենան է, ինքը նկարում է հատուկ, որ շիշը որ պրոբլեմներ ունի, ինքը սում է զամբյուղի մեջ, այսինքն հնարավոր չի, որ մեր արտադրությունում կեղտոտ շիշ գնա կամ կեղտոտ շշալցում կատարվի։ Երբ որ տեղի ունենում շշալցում, դա արդեն մեր գեր նոր ժամանակակից սարքավորումների հետևանքով այն շշալցման ապարատն է, որտեղ իր մեջ ներառում է միանգամից 3 բլոկ։ Պիտակավորումից հետո ունենք այստեղ լազեր, որը որ արտադրման օրը եւ ժամկետն է գրում, անմիջապես ամսաթիվը եւ ժամը։ Անմիջապես շշի պատրաստված փչած շիշը շշալցվում է եւ խցանափակվում է, այսինքն այդ ընթացքում կողմնակի մեր ջրի ինչ որ մի որակյալ հատկանիշ կողմնակի ավելացնելու մենք ոչ մի հնարավորություն չունենք։ Այդտեղ մենք ունենք ստերիլ պայմաններ, այսինքն նույնիսկ այդ սենյակը ինքը ամբողջը փակ է արտադրությունից։ Արտադրման ամսաթիվն է, որը որ շատ կարևոր է մեր մոտ, ինքը լազերն է այրում, այսինքն թանակ չի եւ դա շնորհիվ շատ լավ է, որ հնարավոր չէ այս հանգամանքներում մեր ջուրը կեղծել։ Պահեստը նույնպես համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Արտադրական լաբորատորիայում կատարվում են ամենժամյա վերահսկողություն, այդ վերահսկողությունը կատարվում է հորատանցքի ջրից, սկսած մինչև պատրաստի արտադրանք, նույնիսկ մինչև փաթեթավորում։ Լաբորատորիայի գերժամանակակից սարքավորումները թույլ են տալիս ապահովել արտադրանքի որակը։ Այստեղ ուրեմն հորատանցքից դուրս եկող հանքային ջուրը, ջերմուկ հանքային ջուրը եւ աղբյուրի ջուրը բյուրեղ ենթարկվում են նախնական ֆիլտրման։ Այսինքն այն կազմը քիմիական, որը կա մեզ մոտ հորատանցքում եւ որը շշալցվում է, կազմը ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ Հիմնական էլեմենտները մեզ մոտ մնում են նույնը։ Սա ուրեմն կոչվում է CIP համակարգ։ Այս համակարգի միջոցով մենք կարողանում ենք ախտահանել, քիմիական լվացման ենթարկել բոլոր այն խողովակաշարերը, բոլոր տարողությունները, որտեղ լցվում է մեր հանքային ջուրը, բոլոր այն ապարատները, այն հոսքագիծը, որը որ անմիջապես շփման հետ է գտնվում մեր արտադրանքի հետ։ Ջերմուկ գրուպ ընկերությունը ունի շուրջ 6 տեսականի ապրանքատեսակ ջերմուկ հանքային ջուրը։ Մենք ունենք միլենիում ապրանքատեսակ, միլենիումը իրենից ներկայացնում է թույլ հանքայնացված եւ թույլ գազավորված։ Բացի դրանից մեզ մոտ կա ջերմուկ կիտրոն եւ բացի դրանից մենք տվել ենք արտադրանք բյուրեղ կիտրոն, ունենք բյուրեղի տեսականիներ, բացի բյուրեղի կիտրոնից սովորական բյուրեղն է, աղբյուրի ջուրը, որը ոչ գազավորված ըմպելիք է, ունենք մանկական բյուրեղ, ունենք սպորտ բյուրեղ, դա բյուրեղի արդեն որպես տեսականիներ։ Եվ մենք ունենք Եվրամիության սերտիֆիկատ, որը թույլ է տալիս կատարել արտահանում շուրջ 25 երկրներ։ 2016 թվականի կառավարության մրցանակաբաշխությունը արտադրանքի եւ ծառայությունների որակի բնագավառում, որին մասնակցում էին 10 կազմակերպություններ, բայց արդյունքում 6 կազմակերպություններ արժանացան այդ մրցանակին։
Հալտի կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին, կազմակերպության անվանումը իհարկե կապված է մեր ուրարտական ժամանակների հայկական ամենազոր աստվածի հետ, հենց Հալդին ամենազոր աստվածն է, ինչպես նաև ունի ընտանեկան անվանումների առաջի տառերի միավորումն է, մեր կազմակերպությունը իրականացնում է ինժեներական նախագծումներ եւ ինչպես նաև տեխնիկական հսկողություն, շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն։ Կազմակերպությունը ունի աշխատանքային շուրջ 30-40 աշխատակազմ, որոնք որ ունեն բարձրագույն կրթություն եւ մեր ոլորտում ունեն աշխատանքային բավականին մեծ փորձ։ Մենք մեծ հնարավորություն ունենք նույնիսկ մեր կազմակերպությունում ներգրավել միջազգային մասնագետներ, ներգրավել հանրապետության լավագույն մասնագետներին, ցանկացած ծրագրում ներգրավելու համար։ Ինչպես նաև մեր ստացած գիտելիքները, վերապատրաստումները երկրից դուրս հնարավորություն տվեց, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեզ հնարավորություն տվեց ավելի մասնագիտական տեսանկյունից բարձր որակների հասնելու, ուսումնասիրելու եւ այդ միջազգային փորձը ներդրելու մեր երկրի մեջ։ Կազմակերպությունը իրականացնում է ոչ միայն մեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահանջներով իրականացված ծրագրերը, ինչու՞ չէ, տրանսպորտի կապի նախարարության մի քանի հիմնադրամների հետ, մարզպետարանների հետ, համայնքապետարանների հետ բավական լայն գործընկերների շրջանակ ունենք, այլ նաև իրականացնում է միջազգային ծրագրեր ֆինանսավորվող միջազգային մեծ կառույցների կողմից, ինչպիսիք են միաժամանակ եւ աշխատելով միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում մակարդակները այն աստիճանի է բարձրացել, որ կարողանում են նախագծել այնպիսի նախագծեր, որոնք որ համապատասխանում միջազգային չափանիշներին։ Արդյունքը մոտ ասում եմ 2015 թվականին մոտ 110 կիլոմետր ճանապարհի շինարարությունն է, լիարժեք բարձր որակով ճանապարհները հանձնվել է շահագործման, անցած տարի Երևանի շրջանցիկ ճանապարհը, որտեղ մեր մասամբ մեր կազմակերպությունը զբաղվում է տեխնիկական հսկողությունով, սեյսմիկ ծրագրով մեր աշխատանքների արդյունքը արդեն 8 դպրոցի սեյսմիկ անվտանգության հաշվարկներն ենք ստուգել, կատարել եւ առկա պահին էլ ունենք պայմանագրեր միջազգային կազմակերպությունների հետ։ Մեր կազմակերպությունը 2016 թվականին արժանացավ ISO սերտիֆիկատին, միջազգային ISO սերտիֆիկատին, որը որ խոսում է այն մասին, որ կազմակերպությունը անձնակազմով, գիտելիքներով եւ հնարավորություններով համապատասխանում է միջազգային ստանդարտներին եւ նորմատիվներին, կազմակերպությունը որպես ֆինանսական ազնիվ եւ բարեխիղճ գործարար լինելու համար պետական եկամուտների կոմիտեի կողմից արժանացավ որպես օրինապահ արկատուի հավաստագրին։ Կազմակերպությունը անցած տարի բիզնես վարկանիշավորման կենտրոնի կողմից արժանացավ ոլորտի լիդեր ոսկե վարկանիշին, ԱՊՀ երկրների կողմից նշված ոլորտի որպես ոսկե վարկանիշ մրցանակը, որը հանձնվեց մեր կազմակերպությանը։ Իհարկե, ես պետք է շնորհակալություն հայտնեմ մեր կառավարությունը նման բարձր որակի մրցանակին մեզ արժանացնելու եւ բարձր գնահատականի համար։ Ամենաառաջինը կուզեմ նշեմ մեր արժեքների մեջ, դա ազնվությունն է, որը առաջին եւ կարեւոր պայմանն է մեր աշխատանքների իրականացման մեջ եւ ազնվությունը դա նա է, երբ որ մենք աշխատանքներ իրականացնելուց դնում ենք մեր աշխատանքի ենքում։ Մրցանակաբաշխության նպատակը դրա խրախուսման նպատակ ունի եւ նաեւ մատնացույց է անում այլ կազմակերպություններին տվյալ ոլորտում կամ այլ ոլորտում տնտեսության այլ ճյուղերում աշխատող կազմակերպություններին, որպեսզի նրանք համարեն այս կազմակերպությունների աշխատավոճը որպես նշաձող, որին պետք է ձգտեն։ Այս տարի եւս մեզ շնորհեցին բարձր մրցանակներ, դա մեզ համար շատ կարևոր է, որ գնահատվում է մեր աշխատանքը
եւ ես շատ շնորհակալ եմ մեր ղեկավարությունից, կառավարությունից, նաեւ սպառողներից իրանց գնահատականի համար։ Եվ այսօր կարող եմ ասել, ինչի արդյունքն է դա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ կարողանանք բարձր հումք ունենալ եւ մեր տեխնոլոգիաները շատ բարձր եւ մասնագետները եւ դրա շնորհիվ է, որ մենք այսօր արժանացել ենք նման մրցանակի։ Հենց հումքը ստանալուց մինչև պատրաստի արտադրանքը արտադրելու պահից այս մթերքը վերահսկվում է եւ ամենակարևորը գնահատվում է մանրէաբանական ռիսկերը, որոնք ես կասեի ամենակարևոր են համարվում, քանի որ մենք գործ ունենք կենդանի մանրեների հետ, որոնց հետ պայքարը այդքան էլ հեշտ չի։ Ամեն անգամ արտադրամասի հիգիենայի համար շատ լուրջ աշխատանք կատարում, բավականին մեծ ծախսեր ենք մենք ներդնում։ Հիմա մենք գտնվում ենք մսամթերքի արտադրության հիմնական արտադրամասում, որտեղ պատրաստում են այն հիմնական բաղադրիչները մսամթերքի արտադրության համար։ Имея свой опыт на предприятиях Украины и России, я была приятно удивлена, что предприятия Армении так оснащены высокотехнологическим оборудованием. Բոլոր սարքավորումները այստեղ չժանգոտվող մետաղից են, որը շատ կարևոր է սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելու համար։ Учредителям этого завода вкладываются все силы, вся своя энергия, весь потенциал в оснащение, на приобретение высокотехнологического оборудования, на внедрение новых технологий, европейского качества. Приятно, что на уровне государства отмечено это предприятие. Լավ որակ, դա առողջ սնունդ մեր ազգաբնակչության համար եւ ես շատ շնորհակալ եմ մեր երկրի, մեր ազգաբնակչությանը, մեր ղեկավարությանը, որ գնահատվում է։ Бари Самараци имеет свою такую вкусовую гамму, которая отличается от вкусовой гаммы продуктов Армении и других предприятий. Ասեմ, որ ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին, որ մրցանակ ստացողներին բոլոր, հատկապես Բարի Սամարացի ընկերությանը։ 2012 թվականից մենք Բարի Սամարացուն տալիս ենք որակի նշան։ Մեր այս հաստափոր պապկան այն է նշանակում, որ մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք ամեն ինչ։ Բարի Սամարացին Հայաստանի մեջ հայ անունը բարձրացնող արտադրամասը, բացի դրանից դրսում մենք այսօր Եվրոպան, SNG-ի մեջ մենք ունենք լավ անուն եւ բարձր անուն։ Մենք նաեւ ԱՊ երկրների ստանդարտների կողմից արժանացել ենք շատ բարձր մրցանակի, սա շատ բարձր մրցանակ է, թե մեր ազգաբնակչության, թե Հայաստանի համար, թե Ռուսաստանի մեջ գնահատվել է, որ ասենք մենք ունեցել ենք նման մրցանակ։ Մանթաշովի արձանը մենք սրտանց ուզեցել ենք աջակցենք եւ այդ Մանթաշովի արձանը, որ այսօր կա, դա Աստծո շնորհիվ կարողացել ենք մենք, ասենք այդ արձանը կանգնեցնել, որովհետեւ դա ոչ թե ես եմ արել, այլ ամենակարող Աստված։ Իդեպ ասեմ, որ հյուրեր էին հրավիրվել նաև Ռուսաստանի գործարարների միությունից, Սենի եվրոպական ստանդարտացման կոմիտեի կազմակերպություններից եկել էր փոխնախագահը, այլ հյուրեր, փորձագետներ եւ կարևորում ենք նաև որպես առաջին անգամ այս հանրապետությունը գործարարի օրվա ավանդույթը, պայմանավորված մարտի 3-ը որպես Ալեքսանդր Մանթաշյանի մեծ գործարարի եւ բարերի
բարերարի օրվա ծանոթության կապակցությամբ որոշեցինք, որ այդ օրը կազմակերպենք մարտի 3-ին։